երևույթներ կան, որոնք շատ դժվարանում ես նկարագրել եւ գործ ունես չարիքեր, որը սատանեն է։ Ասենք ոնց որ Նիկոլ Փաշինյան, դա շատ դժվար կամ գրեթե անհնարին է նկարագրել։ Մի քիչ կարելի է համեմատել, ասենք օծը, էլի ոնց որ ասես որ թիրախավորում է, այնպես, բայց ժդեր ժերտու։ Դրա համար օծին պետք է համապատասխան բռնես վզից ու վզակոտից օլորես։ Այդ Փաշինյան գաղտնիը տեսա պետք է։ Հիմա տեսեք, ընդհանրապես հայաստանցիների մեջ, հայ մարդու մեջ, հայաստանցիների մեջ այդպես բան չկա էլի, որ ասենք մարդը, դու շատ միգուցե ինչ որ բացասական երևույթ է մարդու մեջ, եթե ինչ որ նախատում է ոչ թե մարդուն, անձին, այլ ինչ որ բացասական երևույթ է այդ կարգով, միգուցե, բայց չէ էս ղախտուն նայեք, Փաշինյան ղախտն որ եկել էր գյուղից, ամենասկզբից իր այդ սաղ գործունեության ճակերտների մեջ թիրախավորել է ղախտել, իրանն է փնտրել մարդկանց, այսինքն սովորաբար տեսեք, մենք հայաստանցիներ, ինչպիսի վիճակի լինել, էլի ինչ-որ աշխատում եք, ինչ-որ մի լավ բան արած լինեին, ընդհանուր բարիքի համար, հասարակության, չգիտեմ, այս ղախտի ծնունդ է սրիկան սատանը թիրախավորել է մարդկանց, հասկանում եք, այսինքն եթե սա իհարկե կռվադաշտում չի լինի, բայց ասենք, եթե պատերազմի ժամանակ կռվադաշտ, ասենք զինվորները կրակում են թշնամ, այս բոզի տղեն թիրախավորել է զինվորներ ախր դժվար է սատանում ղախպիծուն իրաքյանն է փնտրում ղախպիծանունդը Հայաստանի Հանրապետությունը բնակչություն ժողովուրդ եւ գարան այս նեղ մաջալին այս դժվարությունների մեջ ղախպիծանունդը թիրախավորել է Իրաք ես սատանա սատկի արա գյուլեք իրան էլի սատկացրեք ես հրամայում եմ սատկացրեք ապագա իշխանությունների սատկացրեք կյանքը եւ Նիկոլ Փաշինյան գրող խեղտածը սատանեն դա իրար հետ համատեղ բաներ չէ կոչս կրկնում եմ սատկացրեք դրան արա այդ Փաշինյան կոչվածին ձեր վրա մեղ չի գրանցվի սես մի հատ պատմություն հիշեցի Աստվածաշնչից ուրեմն Մովսեսի եթե կարդացել եք չգիտեմ ես կասկածում եմ չնա ասում խոսքերի վրա շատերը ասում են քրիստոն եկել բայց տարական բաներից տեղյակ չէ Մովսեսի եւ Ահարոնի ժամանակաշրջանի հрьяաները Աստծո օրենքներով ապրող, ավելի ճիշտ ասած ձգտող ապրել եւ առաջնորդվել այդ հասարակությունը ինչքան 40-ատ թակավորություն ջախջախեցին 40-ատ բանակ ջախջախեցին Մովսեսի օրոք հрьяաները ինչու որովհետեւ ձգտում էին ապրել Աստծո կանոններով արդարությամբ եւ այլ եւ տեսեք այդ հասարակության մեջ առաջի մարդը Փարքով Մովսեսն էր հետո Ահարոնը իսկ երրորդը ով էր կարող եք ասել ես հիմա կասեմ ուրեմն Մովսեսի օրոք հрьяաների 40 տարի անապատներով եթե հիշում եք որս պատմությունը բավականին երկար է բայց ես մի դրվագ կհիշեցնեմ որոշ ժամանակահատվածում որոշ հрьяաներ այդ հասարակությունից սկսեցին օտար ազգերից կնանիկ բերել իրենց հասկանում եք ամուսնանում էին հետները եւ սկսում էին դրանց կարգերով օրենքներ անբարոյական օրենքներով փաստորեն անբարոյականությունը տարածում էին այդ Մովսեսի օրվա հрьяաների հասարակության մեջ ինչի հետևանքով այդ հասարակությունը սկսում էր անկում կատարել եւ Աստված սկսում էր պատժել արդեն ողջ բոլոր այդ հрьяաների եւ այդ ողջ հասարակությանը այս ամենը տեսնում էր այդ հрьяան այդ երրորդը որի անունը ես չեմ տա դու կարդացեք մի հատ եւ այս ամենը հասկանալով եւ խանդով դեպի Աստվածը նա սպանեց այդ հрьяաներին այդ պղծողներին Մովսեսի տրված Աստծո կանոններով ապրող հասարակությանը բայց նա ոչ միայն չդատապարտվեց հիմա տեսեք մի կողմից մարդասպանությունը ինքնիրենով մեղք է չէ բայց ոչ այս դեպքում նա ոչ միայն չդատապարտվեց այլ հակառակը Փարքով բարձրացավ այդ հասարակության մեջ եւ երրորդը դարձավ Մովսեսից եւ Ահարոնից հետո երբ այդ սրիկատականքները որ թվականներ 18 թե որ թվականները պարլամենտ կոչված տրանսգենդեր իսկույն կոչ արեցի դրանց այդ տականքների այդ բախտարարների հարցերը լուծել Փաշինյանի Ալենի եւ առ այսօր կոչ եմ անում տականքները չպետք է շնչեն սատկացրեք դրանց ես իմ ողջ խանդով դեպի Քրիստոսին քրիստոնյա հավատքը ես կոչ եմ անում անհապաղ սատկացրեք տականք սատանու ծառաներին Սրիկա Փաշինյանին Ալեն Սիմոնյանին սատկացրեք դրանց խանդով դեպի Աստծուն դրանք չպետք է շնչեն
Նաև Արարատ Միրզոյանին ես կավելացնեմ եւ այդ Սրիկային Ավինյանին։ Հայաստանի Հանրապետություն հասկացողությունը եւ այդ սրիկաները, ում ես թվարկեցի, իրար հետ անհամատեղելի են։ Ողջ անեծքը, ողջ չարիքը, որ իմ վրա է ուղարկված, դրանց վրա թափի եւ ձեր վրա թափի, ով ունի հնարավորություն եւ չանի։ Տեսեք այդ տականքին, տեսեք այդ օծին, Փաշինյան Նիկոլի թիրախավորել այսօր ոչ միայն եկեղեցականների, այլ եկեղեցի հասկացողությունը, այդ պիղծ ոգին, այդ դեվական ոգին, Նիկոլ Փաշինյան կոչված Արարածը, եւ դուք զգուշ եղեք այդ բառի հետ, որ ասում եք դուխ, դեվական դուխա, բեսական դուխա դա, հանգարց չխառնեք եւ չշփոթեք, ես ձեզ զգուշացնում եմ, որովհետեւ հայոյանքը եւ զրպարտանքը Սուրբ Հոգուն աններելի է, եւ եթե դուխ բառն եք գործածում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, դա բեսական բեսավսկոյ դուխա դա, impure spirit, ես այստեղ չասացի այդ եկեղեցականների մասին, քավլիցի, ես չասացի, որ Սուրբ Հոգին քավլիցի նրանց մեջ ինչ որ գործողությունների է առաջնորդել, բերել, ինչում նրանք էլ հարցազրույցներում խոստովանել են այդ գործողությունների, որ կատարել են։ Ոչ, խոսքը Փաշինյան Սրիկայի մասին էր, ես նրան եմ թիրախավորել, ինչպես նա է թիրախավորել Սրիկան, օծը, սատանեն, նա սատանա է, սատանա գիտեք ինչ է նշանակում, այդ բառի իմաստը, թշնամի կարող է լինել միայն Աստծո թշնամի, որին կես քայլ է մնացել միջև այդ դժոխք, նախադժոխք եւ դժոխք, սա էլ առանձին թեմա է։ Եվ եթե դուք չուղարկեք նրան դժոխք, նա իր հետ կքաշի ձեզ եւ ողջ Հայաստանի Հանրապետությունը կքաշի դժոխք,